Բարի երեկո, դուք դիտում եք Հորիզոնի գլխավոր թողարկումը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ նրա տիկին Աննա Հակոբյանը կառավարությունում հյուրընկալել են պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Գերմանիայի նախագահ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերին եւ տիկին Էլկե Բուդենբենդերին։ Հայաստանի վարչապետը եւ Գերմանիայի նախագահը հանդիպել են ընդլայնված կազմերով։ Զրուցակիցներն ընդգծել են երկկողմ հարաբերությունների հետեւողական զարգացման ու խորացման մեծ ներուժն իրացնելու անհրաժեշտությունը։ Անդրադարձ է կատարվել Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության եւ միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի նախագծի համաձայնեցմանը։ Հայաստանի վարչապետը եւ Գերմանիայի նախագահը կարևորել են համաձայնագրի ստորագրումը ի նպաստ Հարավային Կովկասում խաղաղության ու կայունության ապահովման։ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը շեշտել է Գերմանիայի աջակցությունը Հայաստանի կառավարության խաղաղության օրակարգին։ Մտքեր են փոխանակվել նաեւ Հայաստանի կառավարության խաղաղության խաչմերուկ նախագծի, ինչպես նաեւ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ։ Գերմանիայի նախագահն այսօր նաև այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, հանդիպել Վահագն Խաչատուրյանի հետ։ Հայաստանի եւ Գերմանիայի նախագահները ընդլայնված կազմով հանդիպումից հետո հանդես են եկել մամուլի ասուլիսով։ Հանրապետության նախագահի նստավայրում տեղի ունեցավ պաշտոնական այցով Հայաստան ժամանած Գերմանիայի նախագահ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերի դիմավորման պաշտոնական արարողությունը։ Զինվորական նվագախումբը հնչեցրեց Հայաստանի եւ Գերմանիայի պետական օրհներգերը։ Երկու երկրների նախագահները նախ առանձնազրույց ունեցան, որին հաջորդեց երկու երկրների պատվիրակությունների հանդիպումն ընդլայնված կազմով։ Կողմերն ընդգծել են ինչպես երկկողմ, այնպես էլ Եվրամիության շրջանակում փոխգործակցության առավել արդյունավետ կազմակերպման կարևորությունը, հատուկ ուշադրություն դարձնելով տնտեսական, կրթական, մշակութային եւ գիտական ոլորտներում հարաբերությունների խորացմանը։ Հանդիպմանը կարևորվել է էներգետիկ բնագավառում համատեղ ծրագրերի իրականացումը։ Ընդլայնված կազմով հանդիպումից հետո Հայաստանի ու Գերմանիայի կառավարությունների միջև ֆինանսական համագործակցության մասին համաձայնագիր ստորագրվեց, ապա Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ու Լայպցիգի քաղաքապետ Բուրքհարդ Յունգը ստորագրեցին համաձայնագիր Երևան եւ Լայպցիգ քաղաքների միջև մշակութային տարի իրականացնելու վերաբերյալ։ Ապա Հայաստանի եւ Գերմանիայի նախագահները հանդես եկան ամփոփիչ մամուլի ասուլիսով, պատասխանելով նաեւ լրագրողների հարցերին։ Անդրադարձ են կատարել տարածաշրջանային զարգացումներին վերաբերող մի շարք հարցերին, շեշտելով առկա հակամարտությունների խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը, հիմնված միջազգային իրավունքի նորմերի եւ բոլոր երկրների կողմից միմյանց ինքնիշխանության, տարածքային ամբողջականության եւ իրավասարության սկզբունքների հարգման վրա։ Կարևորել ենք Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ուղղված ջանքերին Գերմանիայի կառավարության կողմից ցուցաբերած հետեւողական աջակցությունը։ Սա Գերմանիայի նախագահի առաջին այցն է Երևան։ Շտայնմայերը տարածաշրջանում կլինի մինչև ապրիլի 2-ը, կայցելի նաև Ադրբեջան։ Գերմանիայի նախագահն անդրադառնալով Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի դրույթների համաձայնեցմանը եւ այդ ուղղությամբ Երևանի իրականացրած քայլերին, հայտարարեց, որ Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ քննարկումների ընթացքում ընդգծվել է, որ տարիների ընթացքում աշխարհը շատ է տուժել հակամարտություններից, ինչն արդյունավետ կառավարելն ավելի ու ավելի դժվար է դառնում։ Գերմանիայի նախագահի խոսքով կարևոր է, որ Հայաստանն ու Ադրբեջանը հակամարտության լուծման համար կատարեն վերջին քայլերը, որոնք ուղղված են խաղաղության հաստատմանը։ Բոլորս վկա ենք, որ Հայաստանը վերջին շաբաթների ընթացքում իրեն շատ կառուցողական է դրսևորել։ Խաղաղության համաձայնագրում այլևս բաց հարցեր չկան եւ այլևս ոչինչ չի խանգարում, որպեսզի այն ստորագրվի, վավերացվի եւ իրագործվի։ Հայաստանը որոշումներ է կայացրել, որոնք հանգեցրել են խաղաղության համաձայնագրի հնարավոր դառնալուն եւ այժմ Ադրբեջանում պետք է բոլոր հնարավոր թերահավատությունները վերացնել։ Շտայնմայերի խոսքով Հարավային Կովկասում ապրող մարդիկ սպասում են, որ երկարամյա հակամարտությունը կդադարի, ինչը կհանգեցնի նաև տնտեսական զարգացման։ Հայաստանի համար հեշտ չի եղել հակամարտությունն ավարտելն ու հանգուցալուծման հասցնելը։ Շատ երկրներ կարող են օրինակ վերցնել այս գործընթացից։ Գերմանական Շպիգելի լրագրողը երկու նախագահներից ճշտեց, ինչ հիմք ունի լավատեսությունը, երբ Հայաստանում որոշակի վերապահումով եւ թերահավատությամբ են վերաբերվում Բաքվի մտադրություններին։ Նախագահ Վահագն Խաչատուրյանը եւս մեկ անգամ ընդգծեց, Հայաստանը հետեւողական է խաղաղության համաձայնագրի ստորագրման հարցում։ Այն դժվարությունները, որոնք կան եւ կլինեն, մենք գտնում ենք, որ դրանք հաղթահարելի են եւ ցանկացած հարց կարելի է բանակցային սեղանի շուրջ լուծել։ Պատերազմի ժամանակ ավարտվել է, Հարավային Կովկասը մեր տարածաշրջանը այլևս այդ ռեսուրսները չունեն նոր պատերազմների։ Եվ այս առումով է, որ մենք հետևողական ենք եւ լավատեսությունը, գիտեք, հիմնվում է իրատեսության վրա։ Մենք իրատես ենք եւ պարտավոր եւ անում ենք քայլեր, որոնք ոչ թե հեռացնում են մեր մոտեցումները, այլ ընդհակառակը մոտեցնում են իրար։
Գերմանիայի նախագահը Եվրոպական միությանն անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին Հայաստանի խորհրդանի կողմից ընդունված որոշումը համարեց համարձակ քայլ։ Մենք հարգանքով ենք վերաբերվում այդ որոշմանը, դա համարձակ քայլ է, այստեղ բարեփոխումներին ուղղված շատ մեծ աշխատանք կա կատարելու, եւ մենք խոսել ենք նաեւ բարեփոխումների անհրաժեշտության մասին։ Ես այնպիսի տպավորություն ունեմ, որ Հայաստանում կա այն իրատեսական պատկերացումը, որ դեպի Եվրամիություն ճանապարհը երկար է։ Շտայնմայերը նշեց, որ Հայաստանն ու Եվրամիությունը բանակցություններ են վարում օրակարգային նոր փաստաթղթի ստորագրման շուրջ։ Գերմանիայի նախագահը հիշեցրեց, որ Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը մոտ ապագայում կժամանի Հայաստան այդ բոլոր հարցերի շուրջ բանակցություններ անցկացնելու նպատակով։ Գերմանիայի նախագահը կարևորեց եվրոպացի դիտորդների ներկայությունը սահմանին, ընդգծելով, որ նրանք հավելյալ ապահովության երաշխիք են եւ վաղը անձամբ շնորհակալություն կհայտնի առաքելության անդամներին։ Տիգրան Հովակիմյան, Հայկ Սուքիասյան, Հորիզոն։ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունում կայացել է Արարատ Միրզոյանի հանդիպումը Չեռնոգորիայի արտաքին եւ եվրոպական գործերի փոխվարչապետ Ֆիլիպ Իվանովիչի հետ։ Հայաստանի եւ Չեռնոգորիայի արտաքին գործերի նախարարները մտքեր են փոխանակել Եվրամիության հետ փոխգործակցության հարցերի շուրջ։ Հանդիպմանը մտքեր են փոխանակվել տարածաշրջանային զարգացումների շուրջ։ Նախարար Միրզոյանն ընդգծել է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման հարցում Հայաստանի կողմից արտահայտված հստակ դիրքորոշումը, որը փոխադարձվելու պարագայում հնարավոր կլինի հասնել կարևոր հանգրվանի։ Ադրբեջանը հերթական ապատեղեկատվությունն է տարածել Պաշտպանության նախարարությունից հայտնում է, որ Ադրբեջանի Պաշտպանության նախարարության հաղորդագրությունը թե իբր մարտի 30-ին ժամը 22:30-ից մինչև մարտի 31-ը ժամը 4:35-ը Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան եւ հարավ-արևելյան հատվածներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ չի համապատասխանում իրականությանը։ Միաժամանակ հայտնում ենք, որ մարտի 31-ին ժամը 00:50-ի սահմաններում Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի խնացախ բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է բնակելի տուն, տուժածներ չկան։ Հիշեցնենք, որ Հայաստանի վարչապետի աշխատակազմն առաջարկել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի եւ կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին մինչ օրս Ադրբեջանը չի արձագանքել։ Հայաստանի Պաշտպանության նախարարությունը վերահաստատում է, որ վարչապետի աշխատակազմի դիրքորոշմանը համապատասխան պատրաստ է հետաքննել Ադրբեջանի Պաշտպանության նախարարության հաղորդագրությունը հիմնավորող փաստերը, դրանք Հայաստանին փոխանցելու պարագայում։ Միևնույն ժամանակ ադրբեջանական կողմին կոչ են կանում հետաքննել խնացախ բնակավայրի բնակելի տան գնդակոծման փաստը եւ հանդես գալ հրապարակային պարզաբանումներով, ասված է Պաշտպանական գերատեսչության հաղորդագրության մեջ։ Երեք Գյումրիում եւ Փարաքարում տեղի են ունեցել ավականու արտահերտ ընտրություններ։ Դրանց նախնական արդյունքների եւ հնարավոր հետագա զարգացումների մասին տեսանյութում։ Հանրապետության երկրորդ քաղաքի ավականու արտահերտ ընտրությունները նախ աչքի ընկան նախորդ ընտրությունների համեմատ գյումրեցիների ավելի բարձր ակտիվությամբ։ Գրանցված 112,236 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 47,452-ը, ինչը կազմում է ընտրողների ընդհանուր թվի 42,66%-ը, մինչդեռ նախորդ 2021 թվականի խորհրդարանական ընտրություններում ընտրողների մասնակցությունը կազմել էր 38,42%, իսկ նույն 2021 թվականի հոկտեմբերի 17-ին կայացած ավականու ընտրություններին մասնակցել էր 26,417 գյումրեցի կամ ընտրողների ընդամենը 24,14%-ը։ Այսինքն այս ընտրություններին նախորդ ավականու ընտրությունների համեմատ ակտիվությունը գրեթե կրկնակի էր, ինչև կանխատեսել էր պայմանավորված ընտրությունների գերքաղաքականացվածությամբ եւ պայքարող ուժերի մեծ թվով։ Այնուամենայնիվ, նույնիսկ այդ կրկնակի աճով գյումրեցիների կեսից ավելին դարձյալ չգնաց քվեարկության։ Հիշեցնենք, որ 2021-ի ընտրություններում առաջին տեղը զբաղեցրեց Բալասանյան դաշինքը 14 մանդատով, քաղաքացիական պայմանագիրը ստացավ 11 մանդատ, Գյումրիի ավականին 33 հոգուց է բաղկացած, մյուս 8 մանդատները 4-2-2 համեմատությամբ իրար մեջ բաժանեցին Զարթոնք, Հանրապետական եւ Ապրելու երկիր կուսակցությունները։ Քաղաքացիական պայմանագիրն ու Բալասանյան դաշինքը համագործակցության հուշագիր կազմեցին, կամ ըստ էության կոալիցիա եւ քաղաքապետ դարձավ Բալասանյան դաշինքի ներկայացուցիչը։ Հետագայում քաղաքացիական պայմանագիրը միակողմանիորեն խզեց հուշագիրը, հայտնի զարգացումներից հետո քաղաքը մնաց առանց քաղաքապետի։ Ժամանակավոր քաղաքապետ ընտրվեց Սարիկ Մինասյանը։
Բոլորովին այլ իրավիճակ էր ստեղծվել արդեն այս ընտրությունների ժամանակ։ 9 քաղաքական ուժերից 8-ը ըստ էության որպես ընդդիմադիր էին ներկայանում գործող իշխանություններին։ Ընտրությունների նախնական արդյունքները այսպիսին են. Առաջին տեղում քաղաքացիական պայմանագիր կուսակցությունն է Սարիկ Մինասյանի գլխավորությամբ 17183 քվեով։ Երկրորդ տեղում կոմունիստական կուսակցությունն է նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի գլխավորությամբ 9727 քվեով։ Երրորդ տեղում մեր քաղաքը կուսակցությունների դաշինքն է Մարտուն Գրիգորյանի գլխավորությամբ 7380 քվեով։ Իմ հզոր համայնք կուսակցությունը Ռուբեն Մխիթարյանի գլխավորությամբ 4-րդն է 3734 ձայնով, 5-րդը Մայր Հայաստան կուսակցությունների դաշինքը 2902 քվեով։ Մյուս 4 քաղաքական ուժերը Եվրադաշինքը, Ապրելու երկիրը, Դեմոկրատական այլընտրանքն ու Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցությունը չեն հաղթահարել անցողիկ շեմը, ըստ նախնական տվյալների հավանական է հավաքանու տեղերի հետևյալ բաշխումը։ Քաղաքացիական պայմանագիր 14 տեղ, կոմունիստական կուսակցություն 8 տեղ, մեր քաղաքը դաշինք 6 տեղ, իմ հզոր համայնք 3 տեղ եւ Մայր Հայաստան 2 տեղ։ Նշենք, բայց ուշագրավ մի փաստ, քաղաքացիական պայմանագիրը բարելավել է ցուցանիշները նախորդ ընտրությունների համեմատ։ 2021 թվականին քաղաքացիական պայմանագիրը, հիշեցնենք, երկրորդն էր, ստացած շուրջ 30% ձայներով, իսկ այժմ առաջինն է մոտ 36% ձայներով։ Իսկ ինչ է տալիս այդ 36%-ը։ Գոնե հայտարարությունների մակարդակում իշխանական կուսակցությանը միանալու ցանկություն ունեցողներ չկան։ Հնարավոր տարբերակները շատ են։ Նախ եւ առաջ, ընդդիմադիր ուժերի ընդհանուր հաղթանակի համար հարկավոր է երկրորդ եւ երրորդ տեղերի, այսինքն Վարդան Ղուկասյանի եւ Մարտուն Գրիգորյանի միավորումը։ Մյուս երկուսի 4-րդ եւ 5-րդ տեղերը զբաղեցրած ուժերի միավորումը ընդհանուր ընդդիմությանը շատ ավելի կանխատեսել է, նույնիսկ արդեն ակնարկված։ Եթե երրորդ տեղը զբաղեցրած ուժը իր ձայների 15-ից բարձր տոկոսով չմիավորվի ընդդիմության մյուս հատվածին, այսինքն նաև որևէ մեկի օգտին չքվեարկի, քաղաքապետ չի ընտրվի, կնշանակվեն նոր ընտրություններ։ Նաև իշխանական ներկայացուցիչ քաղաքապետ ընտրվելը չի բացառվում, եթե ընդդիմությանը չհաջողվի միավորվել ու ընտրության ժամանակ նրան նաև որոշ ընդդիմադիրներ չբավարարող ձայները տան։ Սա տեսական, բայց ոչ անիրատեսական տարբերակներից է։ Անդրադառնանք նաև Արմավիրի մարզի Փարաքար խոշորացված համայնքի հավաքանու արտահերթ ընտրություններին։ Նախնական արդյունքները այսպիսին են. 20967 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 11526-ը, ինչը կազմում է 54.97%, այսինքն փարաքարցիները զգալիորեն ակտիվ են եղել գյումրեցիներից։ Այստեղ հավաքանու համար պայքարել են 3 կուսակցություններ եւ 1 դաշինք։ Առաջին տեղում նախնական արդյունքներով Միասնություն կուսակցությունների դաշինքն է 6508 քվեով, որը կազմում է ձայների մոտ 56%-ը։ Երկրորդ տեղում քաղաքացիական պայմանագիր կուսակցությունն է 3669 ձայնով, որը կազմում է մոտ 32%։ Այս երկու ուժերն էլ կձևավորեն Փարաքարի նոր հավաքանին։ Մյուս երկու ազգային առաջընթաց եւ Կայունություն կուսակցությունները մեկական տոկոսից էլ քիչ ձայներ են հավաքել։ Արտակ Հովհաննիսյան, Հորիզոն։ Իդեպ ավելի ուշ Facebook-յան իր էջում գրառում է կատարել մեր քաղաքը դաշինքի նախընտրական ցուցակը գլխավորող Մարտուն Գրիգորյանը։ Սիրելի գյումրեցիներ, վերահաստատում եմ ասածս, քաղաքացիական պայմանագիրը Գյումրիում քաղաքապետ չի ունենալու։ Դա հաստատ է, գրել է Գրիգորյանը։ Հիշեցնենք, մյուս երկու ընդդիմադիր ուժերը ավելի վաղ հայտարարել էին, որ կմիանան երկրորդ տեղը զբաղեցրած ընդդիմադիր թեկնածու Վարդան Ղուկասյանին։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-յան էջում գրել է. Հայաստանի Հանրապետության քաղաքացին ազատորեն ընտրություն կատարելու հնարավորություն ունի։ Քաղաքացու ընտրությունը մեզ համար օրենք է։ Շնորհավորում եմ քաղաքացու վստահության արժանացած ընտրություններում հաղթած բոլոր քաղաքական ուժերին եւ թեկնածուներին։ Ընտրողների կամքի վրա ապօրինի ազդեցության մասին բոլոր ահազանգերը պետք է մանրամասն քննվեն, դրանց հետագա կրկնությունը բացառելու առաջնահերթ նպատակադրմամբ։ Ավարտվեց Հորիզոնի այս ուղարկումը, կարճատև դադար, որից հետո կվերադառնանք նոր տեղեկատվությամբ։
Շանթի եթերը շարունակում է հեռանկարը։ Գյումրիում եւ Փարաքարում 3 տեղի ունեցան արտահերտ ընտրությունները։ Ըստ այդմ Փարաքարում կառավարում կիրականացնի միասնություն դաշինքը։ Իրավիճակը սակայն այլ է Գյումրիում։ Անցողի քշեմը հաղթահարել է 5 քաղաքական ուժ, բայց որևէ մեկին չի հաջողվել ստանալ 50+1։ Ինչպես են անցել այդ ընտրությունները եւ ինչ սցենարներ են հնարավոր։ Այս եւ այլ հարցերի շուրջ կզրուցենք իրազեկ քաղաքացիների միավորում հասարակական կազմակերպության նախագահ Դանիել Իոնիսյանի հետ։ Իդեպ Դանիել Իոնիսյանը 3 օրվա ընթացքում իր գործընկերների հետ դիտորդական առաքելություն է իրականացրել։ Պարոն Իոնիսյան, շնորհակալություն մեր հրավերն ընդունելու համար։ Ընդհանուր առմամբ նախ եկեք, ինչպես կգնահատեք տեղի ունեցած այդ ընտրությունները, համացանցում կարծես խախտումների մասին ահազանգեր կային, այդ թվում ձեր կողմից։ Շնորհակալ եմ հրավերի համար, միշտ պատիվ է ձեզ հյուրընկալվել եմ։ Այո, անկախ դիտորդ դաշինքը մի քանի հասարակական կազմակերպությունների կազմով դիտորդություն է իրականացրել Գյումրի եւ Վանաձորի ընտրություններում, իրական դիտորդությունը սկսել է դեռ նախքան նույնիսկ պաշտոնական քարոզարշավի սկիզբը, այնուհետև դիտարկել են քարոզարշավը, արձանագրել ենք որոշակի խնդիրներ, նույնիսկ քարոզարշավի ժամանակ արձանագրել ենք մի շարք վարչական իրավախախտումներ, որոնցով խնդրել ենք պատկան մարմիններին տուգանել այդ խախտումները կատարողներին եւ նույնիսկ հանցագործության մի քանի դեպք ենք արձանագրել, որոնց վերաբերյալ դիմել ենք դատախազություն։ Ինչ վերաբերվում է քվեարկության օրվան, որտեղ ամեն դեպքում դիտորդության առույցի բաժինը իհարկե դա քվեարկության օրն է, մենք թե Գյումրիում, թե Փարաքարում ունեցել ենք շրջիկ խմբեր, որոնք շրջել են, եղել են Փարաքարի բոլոր տեղամասերում, Գյումրիի 82 տեղամասերից 97%-ում եւ մեծ հաշվով համարյա ամբողջ Գյումրին ծածկվել է, դիտորդությունը ավարտվել է իրականում սրանից մի քանի ժամ առաջ տարածքային ընտրական հանձնաժողովում, երբ որ ուրեմն ավարտվեց արդեն փաթեթների պարկերի ընդունելությունը, ինչը եւս մենք վերահսկում ենք, որ առանց խնդիրների լինի։ Մեր արձանագրած խնդիրները, միանգամից ասեմ, որ process-ները որակապես բավական տարբեր էին Փարաքարում եւ Գյումրիում։ Սկսած ընտրական հանձնաժողովների պատրաստվածությունից, ընտրական հանձնաժողովների անդամների կողմից ընտրական օրենսգրքի կանոնակարգումներին տիրապետելուց Փարաքարում շատ ավելի բարձր պատրաստվածություն կար, քան Գյումրիում, ինչի համար երևի պետք է հարգանքի տուրք մատուցել Փարաքարը ներառող 14-րդ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովին եւ վերջացրած մասնակիցների սպեկտրով, վերջացրած քարոզարշավի ժամանակ եւ ընտրությունների օրը տեղի ունեցող խախտումներով, միջադեպերով եւ ինչպես դուք նշեցիք, նաեւ արդյունքներով։ Եվ այս առումով պետք է ասեմ, որ Գյումրիում Փարաքարում ուղղակի ընտրությունների արդյունքները կասկածի տակ դնելու որևիցե հիմք չկա։ Ինչ վերաբերում է Գյումրիում, ապա մենք տեսել ենք, որ այն խախտումները, որոնք որ եղել են քվեարկության օրը, թե մեր կողմից արձանագրված, թե այլ սուբյեկտների կողմից արձանագրված եւ մեզ լրատվամիջոցների միջոցով հասու դարձած հիմք են տալիս ասելու, որ քվեարկության արդյունքները ընդհանուր առմամբ արտահայտում են տեղամաս այցելած գյումրեցիների կամքը, բայց միաժամանակ գյումրեցիների կամ Գյումրիում քաղաքացիների կամքի ձևավորման վրա եղել են ապօրինի միջամտություններ։ Այսինքն այդ կամքի ձևավորման վրա եղել են խնդրահարույց միջամտություններ, ընդ որում բավականին տարբեր բնույթի եւ տարբեր քաղաքական ուժերի կողմից։ Թե վարչական, ուրեմն վարչական ռեսուրսի չարաշահմամբ են եղել խնդրահարույց դրսևորումներ, թե կրիմինալ շրջանակների ազդեցության, որովհետեւ ցավոք սրտի պետք է ազնվությամբ ասենք, Գյումրիում կրիմինալի ազդեցությունը միջինում ավելի բարձր է, քան հանրապետությունում, եւ նաեւ ընտրակաշարքի եւ կամ ընտրակաշարքի շատ նմանվող մեկ այլ գործողության, դա կոչվում է ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտում, որը էլի քրեորեն պատժելի արարք է, ընտրակաշարքից իրականում բավական քիչ է տարբերվում, թե այդ ձևով, այսինքն այս 3 մեխանիզմներն էլ Գյումրիում գործել են, այդ 3 մեխանիզմները ինչքանով են ազդել ընտրողների կամքի վրա, ինչքանով այդ 3 մեխանիզմները եթե չլինեին, ինչպիսին կլիներ ավականու պատկերը, ես բնականաբար չեմ կարող ասել եւ թերևս ոչ մեկ չի կարող ասել դա։ Պարոն Իոնիսյան, եթե չեմ սխալվում, այդ խախտումների հետ կապված, որոնք որ դուք մատնանշեցիք, նաև դատախազություն եք հանցագործության մասին հաղորդումներ ներկայացրել։ Դրանք հենց դրանց են վերաբերում, թե կան
այլ հաղորդումներ եւս եւ ինչ ընթացքի մեջ են դրանք։ Այո, անկախ դիտոր դաշինքով մենք նախընտրական փուլում հանցագործության մասին 3 հաղորդում ենք ներկայացրել եւ երկուսը քվեարկության օրվա հետ կապված, քվեարկության օրվա հետ կապվածը դիտորդի գործունեության խոչընդոտմանն էր վերաբերվում եւ մի քվեարկության գաղտնիության հետ կապված էպիզոդի նախընտրական քարոզչության փուլում 3 հաղորդումներ էին, մեկը Մարտուն Գրիգորյանի անունից բարեգործության իրականացման կամ իր անունից ընտրողներին անվճար ծառայության մատուցման կոնտեքստում էր, որը քրեական օրենսգրքի 221-րդ հոդվածով նախատեսված արարքեստ մեզ, դա շիբինապատման այդ բանն էր։ Մյուսը, որը ներկայացրել էինք, Վարդան Ղուկասյանի ենթադրյալ ձայնով, թե ոնց որ թե չի երգում, որ իր ձայնն էր, ձայնագրության հիմքով էր, որտեղ մեր գնահատմամբ այդտեղ կա օրենսգրքի 210 հոդվածի 3-րդ մասով նախատեսված հատկանիշներով ուրեմն հանցակազմ այն է ընտրող քարոզարշավին մասնակցելու պարտադրելու ուրեմն պարտադրելը, որը ճիշտ այլ վավերապայմաններ ունի, որոնք մենք կարծում ենք պետք է իրավապահները ստուգեն։ Եվ երրորդը 2 հոդվածով է, վերաբերվում է քաղաքացիական պայմանագրին եւ Սարիկ Մինասյանին, մասնավորապես խոսքը գրքին շիբինապատման, բայց արդեն համայնքային միջոցներով շիբինապատման մասին է։ Ձեր ժամանակից որ շատ չտանեմ իրավական բաները չներկայացնեմ, ասեմ, որովհետեւ մենք համարում ենք համ կա ընտրողներին անվճար ծառայություն մատուցելու էլեմենտ եւ 221-րդ հոդվածով, համ 441-րդ հոդվածով նախատեսած պաշտոնական դիրքի չարաշահման ուրեմն բաղադրիչներ։ Այս հաղորդումներից մի մասով մենք գիտենք, որ արդեն կան նաեւ ակտիվ գործողություններ դատաերևական համակարգի կողմից։ Դիտարկելով այս ընտրությունները, ինչ եզրահանգման եք եկել ընտրություն կազմակերպելու, ընտրություն կատարելու բարձր մշակույթ ձևավորվել է մեզ մոտ առհասարակ, նաև եթե համեմատենք նախորդ տարիներին։ Խոսքը այս դեպքում թե ընտրողների մասին է եւ թե այն քաղաքական ուժերի, որոնք որ մասնակցում են ընտրություններին։ Գիտեք, ցավոք սրտի պետք է ասեմ, որ ոչ բոլոր հարցերում կարող եմ արձանագրել, որ մենք ունենք դրական տեղաշարժ։ Կան հարցեր կամ ենթահարցեր, որոնցում մենք ունենք դրական տեղաշարժ, կան օրինակ կազմակերպչական առումով ես ցավոք շատ լավ բան չունեմ ասելու այս ընտրությունների մասին, որտեղ այս ընտրությունների ժամանակ մենք տեսանք սկսած դրոշմապիտակների հետ կապված խնդիրներ, որ դրոշմապիտակները 17 թվականից կան եւ նախկինում խնդիրներ չէին արձանագրել, նույնիսկ քվեարկության ծրարների հետ կապված կար խնդիրներ, հա, քվեարկության ծրարները խոտան արտադրական խոտան ունեն եւ ընտրողները չեն կարողանում քվեաթերթիկը մեջը դնեին, դրա պատճառով մոլորված դուրս էին գալի քվեախցիկից, դուրսը որ հասկանային ոնց անեին եւ բաց քվեարկություն էր լինում եւ այլ խնդիրներ, որոնց տակը ոչ մի ուրիշ բան չկար, այլ հենց քվեարկության ծրարի վատ արտադրած որակներ էլի։ Սկսած տենց բաներից վերջացրած նրանով, որ այո մենք տեսնում ենք, որ ինչ որ նոր քաղաքական մշակույթի կոմպոնենտներ են, երբեմն առաջ գալի նոր բաներ են առաջ գալիս, բայց եթե նայում ենք կոնկրետ Գյումրիին, ապա եւ Գյումրիի հենց այն ոնց ասեմ, ինձ պատկերը որ ունենք, մենք տեսնում ենք, որ ամեն դեպքում կրիմինալի ազդեցությունը այդտեղ կար։ Որովհետև սենց մի օրինակ բերեմ, էլի մեր համար ինդիկատոր է դա, շատերը կասեն, որ դա ապացույց չի, միգուցե, բայց մեր համար դա կարևոր ինդիկատոր է, դա քաղաքային բնակավայրերում ընտրողների առավոտյան ժամերի ակտիվությունն է։ Որտեղ ի տարբերություն գյուղերի, որտեղ կարող է Մարտուզենը առավոտ քվեարկի գնա իր համար արտերը գյուղատնտեսական գործունեությամբ զբաղվի։ Քաղաքներում մարդիկ նախընտրում են առավոտ քնել։ Ոնց որ էլի քաղաքացիական պարտքը կատարել, բայց նրանց դու առավոտ 8-ին կկատարես թե այդ պարտքը թե ցերեկը 2-ին ոչ մի բան չի փոխում։ Կիրակի առավոտը բոլորն էլ նախընտրում են քնել։ Եվ երբ որ տեսնում ենք, որ քաղաքային բնակավայրերի ինչ որ հատվածներում շատ բարձր մասնակցությունն է առավոտյան ժամերի, ԿՀ թվերը, պաշտոնական թվերը, դա մեր համար մի քիչ տարօրինակ է թվում։ Եվ մենք սկսում ենք դրա տակ պատճառներ մանգալ։ Եվ Գյումրիում մենք տեսանք, որ շատ բարձր մասնակցություն կար առավոտյան ժամերին համեմատած Գյումրիի այլ հատվածների հետ, այն տեղամասերում եւ այն հատվածներում, որտեղ որ նու սենց ասած այդ տարածքները աֆիլացվում են, ասոցացվում են կոնկրետ ինչ որ կրիմինալ խմբերի հետ, հա, այդ տարածքներում շատ բարձր էր մասնակցությունը։
Եվ դա մեր համար ինդիկատոր է այն կոնտեքստում, որ սովորաբար երբ որ այդ առավոտյան մասնակցությունը, հա, սովորաբար երբ որ ինչ-ինչ մեխանիզմներով այս կամ այն քաղաքական ուժը ունի իրեն ենթարկեցված ընտրազանգված, այդ ենթարկեցված ընտրազանգվածը իրենք աշխատում են տեղամաս բերել առավոտ հնարավորինս շուտ, որպեսզի շուտ բերեն, մեծ մասի շուտ բերեն, տեսնեն ով եկավ, ով չեկավ, եւ հետո շատ ժամանակ ունենան միջև տեղամասի փակումը, որ ով որ չեկավ, զանգեն, գտնեն, կանչեն, բերեն, հա, հասցնեն միջև երեկոյան 8-ը դա անել։ Եվ այդ կորելացիան օրինակ մենք տեսնում ենք այն տեղամասերում Գյումրիում, որտեղ որ տենց ավելի կրիմինալ համբավ ունեն, այսպես ասած, այդ հատվածները, այդ հատվածներում առավոտյան ժամերին մասնակցությունը 2-2.5 անգամ ավելի բարձր է, քան Գյումրիի ուրիշ հատվածներում։ Դա օրինակ մեր համար ինդիկատոր է։ Վիճակագրական վերլուծության այլ գործիքներ կան եւս, որ մենք օրինակ նայում ենք եւ դա եւս մեր համար ինդիկատոր է։ Օրինակ մեկ այլ գործիք դա մասնակցության տոկոսի եւ առանձին վերցրած քաղաքական ուժերի այդ տեղամասում հավաքած տոկոսի կապնա կամ տոկոսի բացակայությունը։ Իդեալական ընտրությունները դա այն ընտրություններն են, երբ որ անկախ նրանից թե տեղամասերում քիչ կամ շատ է եղել մասնակցությունը, մեծ քանակի միջինացվածի մասին եմ ասում, էլի, տվյալ քաղաքական ուժի քվեների տոկոսը մոտավորապես նույնն է։ Հա 20%-ն է եկել թե 70%-ն է եկել ընտրողների, տվյալ քաղաքական ուժը ունի իր քիչ թե շատ ստաբիլ, հա, բնականաբար ոչ ճշգրիտ, բայց ստաբիլ տոկոս է։ Երբ որ տեսնում ենք, որ տվյալ քաղաքական ուժը մասնակցության բարձրանալու հետ կապ, այսինքն ինչքան տեղամասում, ինչքան ավելի բարձր մասնակցությամբ տեղամասը, այնքան այդ քաղաքական ուժի հավաքած քվեների տոկոսը ավելի բարձր է, դա մեր համար ինդիկատոր է, որ հավանային հավանականությամբ այդ տեղամասում կամ գլոբալ եմ ասում, դուրս չեմ ասում, դա միայն Հայաստանի չի վերաբերվել, էլի աշխարհում դա հայտնի մեթոդաբանություն է, կամ տվյալ տեղամասերում լցոնումներ են եղել եւ լցոնումները եղել են X ուժի օգտին, ինչի հաշվին համ մասնակցության թիվն է աճել, համ ուրեմն այդ լցոնում արած քաղաքական ուժի, կամ ուրեմն այլ ձևով ընտրողների օրինակ վերահսկողության տակ եղած ընտրողներ կենթարկեցված, այսպես կոչված, հա, էլեկտորատ կա, որին էլի տենց բերել են տեղամաս եւ դրա հաշվին համ մասնակցությունն աճել, համ էլ X ուժի քվեների տոկոսը։ Եվ Գյումրիում նման վերլուծություն օրինակ անելուց մենք տեսնում ենք, որ օրինակ կոմունիստական կուսակցության դեպքում Վարդան Ղուկասյանի թեթև կորելացիա կա, այսինքն ինչքան մասնակցությունը բարձր, այնքան իրանց քվեները ավելի բարձր։ Դա վառ արտահայտված չի, դա մեղմ ասած այնքան արտահայտված կորելացիա չի, ինչքան դա լինում է ոչ ժողովրդավարական երկրներում, կամ ինչքան դա լինում է օրինակ Հայաստանում նախահեղափոխական ժամանակահատվածի ընտրություններում, չէ, այդ ամեն ինչի համեմատած բավականին լավ պատկեր է, բայց միևնույն է թեթև կորելացիա կա, որը էլի վկայում է նրա մասին, որ ինչ որ խնդրահարույց երևույթներ տեղի ունեցել են։ Պարոն Յովհաննիսյան, ինտրիգը Գյումրիում դեռևս ըստ էության պահպանվում է, դե փառաքարում ամեն ինչ պարզ է, 50+1 հավաքած տեխնացու կա, քաղաքական ուժ կա, Գյումրիում որևէ ուժի չհաջողվեց 50+1 հավաքել, բայց ընդդիմադիր տեխնացուները քաղաքական ուժերից երկուսը արդեն ըստ էության հայտարարել են, որ երկրորդ տեղում զբաղեցրած ընդդիմադիր տեխնացուին իրենց քվեները կտան, երրորդ տեղը զբաղեցրած մեր քաղաքը Դաշինքի նախընտրական ցուցակը գլխավորող Մարտուն Գրիգորյանը հայտարարեց, որ ինքը վերահաստատում է իր այն հայտարարությունը, որ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը Գյումրիում ըստ էության քաղաքապետ չի ունենալու։ Հիմա ինչ սցենարներ եք կանխատեսում հողի վրա առկա այս փաստերը հաշվի առնելով։ Գիտեք, ես հասկացա, որ մեզ առհասարակ այս մի քանի օրվա մեջ Գյումրիում անցկացրածս մեզանում պակասում է գյումրագետ մասնագիտություն, հա, տենց կան արևելագետներ, պարսկագետներ, թուրքագետներ, դել առանձին գյումրագետ է պետք, որ Գյումրին կարողանա շատ լավ հասկանա ու շատ լավ բացատրի, ես հեռու եմ տենց լավ մանրամասն հասկանալուց, բայց ես հասկացա, որ երբ որ մենք Երևանից նայում ենք process-ներին, մեզ համար կարող է թվա այս իշխանությունը, այն մյուս 4-ը ընդդիմադիր ուժեր են, ուրեմն ընդ որում այդ ընդդիմադիր ուժերը սենց ինչ որ առումով ժողովրդի լեզվով ասած նախկինների հետ փոխկապակցված կամ տենց ինչ որ նախկինոտ ուժեր են,
Ուրեմն իրանք պետք է իրար հետ միավորվեն, հա, ինչ որ sense առաջի ռեակցիան, առաջի տրամաբանական եզրակացությունն դա է, բայց իրականում դա այդպես չի, որտեղ այնտեղ քաղաքական ուժեր կան, որոնք տասնամյակների կոնֆլիկտ ունեն, հա, շատ ավելի խորը տարաձայնություններ եւ կոնֆլիկտներ ունեն, որոնք շատ ավելի ուժեղ են, քան ընդդիմադիր դիրքից կամ իշխանությանը վնասելու իրենց կամ իշխանության ԿՊ-ին Գյումրիում իշխանազրկելու իրենց մոտիվացիան, հա, եւ իրենց որ մոտիվացիան կհաղթի, ոնց կլինի։ Հետո մի ուրիշ բան էլ կա, մենք նայում ենք խմբակցություններին որպես մեկ ամբողջականություն, հա, ասենք X քաղաքական ուժը 3 մանդատ ունի։ Մենք ամեն դեպքում Հայաստանի տարբեր համայնքներում տեսել ենք, որ որպես մեկ միասնականություն նայելը այդքան էլ ճիշտ չի, որտեվ կարող է մեկ էլ հոպս մի падգամավոր անցնում է մի ավականու անդամ անցնում է այս խմբակցությունից, որտեվ ամեն դեպքում քվեարկությունը գաղտնի է լինելու։ Մենք տեսել ենք, չէ, կարծեմ արդեն բաց է քվեարկությունը, թե հիշողությունս ճիշտ է, չի դավաճանում օրենսդրության փոփոխման առումով, բայց մենք օրինակ տեսանք Թալինում այդպիսի դեպք, որ իշխանությունը մեծամասնություն չուներ, ընդդիմությունը ուներ մեծամասնություն, բայց ընդդիմությունից վերջի պահին մի ավականու անդամ անցավ իշխանության կողմը, տարբերությունը այդ մի ձայններ էլի, մի ավականու անդամ անցավ իշխանության կողմը եւ իշխանության ներկայացուցիչը, ԿՊ-ի ներկայացուցիչը ընտրվեց Թալինի համայնքի ղեկավար, օրինակի համար, հա, եւ ուրիշ համայնքներ էլ կան, որտեղ որ մենք տեսել ենք այդ փոփոխությունները։ Ալավերդի դեպքում օրինակ այդ փոփոխությունը տեղի ունեցավ ոչ թե սկզբում, այլ ավելի ուշ։ Հետևապես ես քանի որ այս ֆակտորները շատ են, ես կդժվարանամ կանխատեսումներ անել, որ այ հավանաբար սենց կգնա։ Ես միայն հեռուստադիտողի դատին կներկայացնեմ, որ կա 3 սցենար, նորմալ այդ 3 սցենարը ունեն բազմաթիվ ենթասցենարներ։ Հա, սցենար 1 դա այն է, որ Մարտուն Գրիգորյանի գլխավորած քաղաքական ուժը կամ այդ ուժից 4 падգամավոր, իրենք կարծեմ 6 ունեն, ավականու անդամ, 6-ից առնվազն 4-ը միանում են Վարդան Ղուկասյանին եւ Վարդան Ղուկասյան դառնում է համայնքի ղեկավար։ 17 մանդատ է պետք դրա համար, այս պահին Վարդան Ղուկասյանը իրեն արդեն միացածների հետ 13 ունի, քաղաքացիական պայմանագիրը 14 ունի։ Կամ մի քանիսը կամ ամբողջ ուրեմն քաղաքական ուժը միանում են ԿՊ-ին, ինչը ճիշտ ասած էս նաև այս հայտարարությունների ֆոնին մի քիչ կբացառեի եւ ԿՊ-ի տեխնացու Սարիկ Մինասյանն է դառնում համայնքի ղեկավար, կամ Սարիկ Մինասյանը ինչ որ այլ ձևով է մնում համայնքի ղեկավարի պաշտոնակատար, այսինքն չի կարողանում համայնքը ղեկավար ընտրել եւ այլն, այդ process-ը ձգվում է, այնտեղ կան տարբեր ենթասցենարներ, process-ը ձգվում է, բայց առաջինիստը կայանում է, կամ առաջինիստը չի կայանում, այսինքն ինչ որ հազար ու մի տարբեր ենթաբաներ կան։ Դրա համար ես հիմա նաեւ չեմ բացառի այն սցենարը, որ կարող է 2 ամիս հետո Սարիկ Մինասյանը դեռևս լինի Գյումրի համայնքի ղեկավարի պաշտոնակատար։ Եվ իհարկե երրորդ սցենարը դա այն է, որ ուղղակի լինում են նոր ընտրություններ։ Դա պայմանական ասած Վեդի սցենարն է։ Վեդիում 3 քաղաքական ուժեր իրար հետ բանակցեցին, տենց լեզու չգտան, ասցին դե լավ գնանք նոր ընտրություններ, գնացին նոր ընտրությունների։ Այս 3 սցենարներից ամեն մեկը շատ ենթասցենարներ ունի, շատ հնարավորություններ ունի, բայց 3-ն էլ ես այս պահին չէի բացառել։ Եվ վերջում, եթե շատ հակիրճ ամփոփենք, պարոն Իոնասյան, այս ընտրություններին ուշադրությունը բավականին մեծ էր նաև այն բացատրության, որ 1 տարի հետո ըստ էության խորհրդարանական ընտրություններ են եւ Գյումրին էլ մեծությամբ երկրորդ քաղաքն է։ Այս համայնքային ընտրությունները որքանով կարող են իրենց դերը կամ գուցե վճռորոշ դեր ունենալ համապետական ընտրությունների արդյունքների համար։ Գիտեք, մենք պետք է հաշվի առնենք, որ Հայաստանում ամեն դեպքում եւ սա միայն Հայաստանին չի հատուկ, սա մենք այլ հարևան երկրներում էլ ենք դա տեսնում, հա, դա առնվազն օրինակ ես գիտեմ Վրաստանում էլ է տենց, Ուկրաինայում որոշ չափով տենց է, վերջերս իմացա որ Թուրքիայում էլ է տենց, մարդկանց ընկալումները տեղական ընտրությունների ժամանակ եւ համապետական ընտրությունների ժամանակ բավականին տարբերվում են։ Նույնիսկ եթե այդ ընտրությունները տեղի են ունենում նույն օրը, ապա կարող է նույն մարդը տարբեր քվեաթերթիկներում ընդհանրապես տարբեր կերպ քվեարկի։ Մենք ոչ շատ վաղ անցյալում ունենք ազգային ժողովի խառը ընտրակարգ, երբ որ համ մեծամասնական էր, համ համամասնական էր, այսինքն մի քվեաթերթիկում մարդ ընտրում էր քաղաքական ուժ, դա համապետական քվեարկություններ եւ մի քվեաթերթիկում իր, չգիտեմ, իր մարզը կամ մարզի իր հատվածը ներկայացնող կամ չգիտեմ Երևանի իր հատվածը ներկայացնող падգամավոր։
Եվ մենք տեսնում ենք, որ այս երկու քվեարկությունները, այս երկու քվեարկությունների արդյունքները ռադիկալ կարող են տարբերվել, հա։ Համապետական քվեարկությունում քաղաքական ուժը կարար հավաքեր, չգիտեմ, օրինակ 40% կամ նույնիսկ ավելի քիչ, էապես ավելի քիչ, բայց մեծամասնականում օրինակ հաղթեն ինչ որ կրիմինալ գործիչներ, հաղթեն ինչ որ բաներ, որոնք այդ ուժից են։ Այսինքն եւ նաեւ դա էր պատճառը, որ մեծամասնական տրակարգը դրա ժառանգություն մնացած ռեյտինգային տրակարգը հանվեցին, որ համապետական ընտրությունների ժամանակ միայն այդ համապետական ընկալումը լինի։ Որքանով Գյումրիի ընտրությունները կազդեն չէ թե չեն ազդի, այստեղ նաեւ պետք է ուրիշ բան հաշվի առնել, որ ամեն դեպքում Գյումրիի ընտրությունները մեսիջ են ինչ որ առումով։ Եվ հիմա շատ քաղաքական ուժեր փորձում են այդ մեսիջը իրենց համար ձեռնտու ձևով տանել, հա։ Մեկը քաղաքացիական պայմանագիր եւ ամեն մեկի ասացում ճշմարտություն կա։ Քաղաքացիական պայմանագրից ասում են մենք երբեք Գյումրիում այդքան շատ ձեն չենք հավաքել, մենք Գյումրիում մեր սեփական ռեկորդը խփեցինք եւ դա ճիշտ է։ Ուրիշները ասում են այ Գյումրիում, չգիտեմ, կրիմինալ հաղթեց եւ դրա մեջ էլ ճշմարտության հատիկ կա։ Երրորդները ասում են այ Գյումրիում վերջապես ընդդիմությունը հաղթեց եւ հիմա ընդդիմության հաղթարշավ է սկսում։ Միգուցե դրա մեջ էլ ճշմարտության հատիկ կա։ Այսինքն բոլոր քաղաքական ուժերը փորձելու են Գյումրիի արդյունքները իրանց օգտին մեկնաբանել։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Հեռանկարում իրազեկ քաղաքացիների միավորում հասարակական կազմակերպության նախագահ Դանիել Իոնիսյանն էր։ Մեր հաջորդ տեսանյութային մասին է, թե ինչպես կարելի է ոչ միայն ապահովել հարմարավետ ուղևորություն, այլև նվազեցնել մեքենաների վնասակար արտանետումները շրջակա միջավայր։ Երևանում Yandex.Go-ի միջոցով ուղևորությունները կարող են դառնալ ել ավելի հարմարավետ եւ էկոլոգիապես մաքուր։ Հավելվածում արդեն հասանելի է նոր էլեկտրոսակագինը, որը հնարավորություն է տալիս պատվիրել բացառապես էլեկտրամոբիլներ, որոնք ոչ միայն ապահովում են հարմարավետ եւ անաղմուկ երթևեկություն, այլև նպաստում են շրջակա միջավայրի պահպանությանը, նվազեցնելով վնասակար արտանետումները։ Պատվիրելու համար պարզապես մուտք են գործում Yandex.Go հավելված, ընտրում էլեկտրոսակագինը եւ հաշված րոպեների ընթացքում էլեկտրամոբիլը ժամանում է նշված վայր։ Փորձելու համար, թե որքանով է հարմարավետ էլեկտրամոբիլը, Երևանի կենտրոնից ուղևորվեցինք դեպի Հաղթանակ զբոսայգի։ Եղավ մի անգամ դեպք, որ ուղևորներից մեկը ինքը ասաց, որ մի քանի անգամ մեքենա պատվիրել, մինչև որ էլեկտրամոբիլ գա։ Ուղևորն էլ ասաց, որ մեքենայի մեջ հանգիստ է, մեքենայի աղմուկը չկա, մոտորից աշխատանքի ձենը կոմֆորտ է։ Մեքենան շարժվում է հարթ եւ անաղմուկ, սրահը հարմարավետ է, իսկ կլիմատ կոնտրոլը արդյունավետ։ Իդեպ էլեկտրոսակագնով հասանելի են ոչ միայն երևանցիներին արդեն ծանոթ Tesla, Volkswagen, Honda, BYD մակնիչների մեքենաները, այլ նաև մեզ համար ավելի էկզոտիկ Hongchai եւ այլ էլեկտրամոբիլներ։ Ընկերությունից հայտնում են, որ էլեկտրոսակագնից հետո Yandex.Go-ում պատվերների թվից զգալի աճ է գրանցվել։ Ներկայացությամբ էլեկտրոսակագնում արդեն իսկ հասանելի են 900 էլեկտրոմոբիլներ, որոնք որ տրամադրվում են մեր տաքսոպարկ գործընկերների կողմից։ Մենք նկատում ենք, որ սակագինը շատ պահանջված է մեր շուկայում եւ ստանում ենք լավ կարծիքներ մեր օգտատերերի կողմից։ Շարունակելու ենք զարգացնել մեր գործընկերների հետ տվյալ էլեկտրոսակագինը, ավելացնելով էլեկտրոմոբիլների քանակը այդ սակագնում, որպեսզի ուղևորությունները դառնան ավելի հաճելի եւ հարմարավետ։ Հասանք վերջնակետին, էլեկտրոսակագնի ուղևորությունները սկսվում են 600 դրամից, մինչև Հաղթանակի զբոսայգի ուղևորության արժեքը կազմեց 1500 դրամ, ճանապարհն անցավ հանգիստ ու հարմարավետ։ Այսպիսով Yandex.Go-ի էլեկտրոտարիֆը ոչ միայն ուղևորությունները դարձնում է ավելի հարմարավետ, այլև կդառնա հիանալի այլընտրակ այն մարդկանց համար, ովքեր հոգ են տանում էկոլոգիայի մասին։ Փիփսիմե Ավագյան, Հայկ Սուքիասյան, Հորիզոն։ Այսուհետ արտերկրից հնարավոր կլինի զանգեր կատարել եւ հաղորդագրություններ գրել օգտվելով բացառապես Wi-Fi-ից եւ չփոխելով հայկական հեռախոսահամարը։ Ավելի մանրամասն մեր վերջին տեսանյութում։ Ինչպես անեք, որ ձեր հայկական համարի փաթեթի րոպեներով խոսեք արտերկրում ճամփորդելիս։ Հետաքրքրեց, հիմա կպատմենք։ Գաղտնիք չէ, որ արտերկիր մեկնելիս բոլորն ուզում են լավագույն ու մատչելի լուծումներ։ Ավիատոմսերը էժան, հյուրանոցները հարմարավետ, իսկ կապը անխափան։ Wi-Fi calling-ը հենց այդ ծառայությունն է, որն առաջարկում է Vivan իր բաժանորդներին, թույլ տալով կատարել զանգեր ու SMS-ներ առանց լրացուցիչ ծախսերի ըստ ձեր սակագնային պլանի։ Այսօր Vivan Հայաստանում նորարարական ծառայություններ ներդրման առաջատարներից է եւ Wi-Fi calling-ը այդ ծառայություններից է։ Քանի որ Wi-Fi calling-ով միացումն իրականացվում է Wi-Fi ցանցի միջոցով,
Viva-ի բաժանորդները իրենց սմարթֆոններով կարող են զանգահարել, ուղարկել եւ ստանալ հաղորդագրություններ աշխարհի ցանկացած կետից իրենց փաթեթների ներառումներով ու սակագներով։ Wi-Fi calling-ով արտահայտիչ զանգեր կատարելը նույն սակագներով է ինչ Հայաստանում, իսկ մուտքային զանգերն ու ակտիվացումը անվճար։ Wi-Fi calling-ը Viva-ի նորարարական ծառայությունն է, որն արագորեն տարածում գտավ բաժանորդների շրջանում։ Մի քանի ամսվա ընթացքում արտերկրում Wi-Fi calling օգտագործողների թիվը կրկնապատկվեց, իսկ ձայնային թրաֆիկը եռապատկվեց, գրանցելով նոր ռեկորդ, քանի որ հարմարավետ կապի ամեն պայման հաշվի է առնվել։ Զանգահարելիս եւ զանգերը ստանալիս գործում են ձեր ընթացիկ սակագնային պլանով սահմանված սակագները եւ նույնիսկ պարտադիր չէ զանգ ստացող մարդ ունենա այս ծառայությունը, որպեսզի կարողանա պատասխանել ձեր զանգին։ Մնաց ամենակարևոր հարցը՝ ինչպես օգտվել Wi-Fi calling-ից։ Ամեն ինչ շատ պարզ է։ Անհրաժեշտ է Wi-Fi calling ֆունկցիայով հեռախոս, ապա պետք է ակտիվացնել Wi-Fi calling ֆունկցիան հեռախոսի կարգավորումներում եւ միանալ ցանկացած Wi-Fi ցանցի։ Նաեւ խորհուրդ է տրվում ակտիվացնել ինքնաթիռի ռեժիմը Airplane mode-ը։ Հարկ է նաև նշել, որ Wi-Fi calling-ից օգտվելու համար որևէ հատուկ հավելված ներբեռնելու անհրաժեշտություն չկա, պարզապես քո սմարթֆոնը պետք է ունենա Wi-Fi calling ֆունկցիա։ Դե ինչ այսօր Wi-Fi calling-ի շնորհիվ Սփյուռքի հայրենակիցները կարող են մնալ կապի մեջ օգտագործելով իրենց հայկական համարը, որտեղ էլ լինեն նույն սակագներով եւ մոռանալ արագացնել, որ շատ գումար չգնա կամ սպասիր Messenger-ով զանգեմ արտահայտությունները, քանի որ Viva-ն ամենուր կլինի ձեր շուրջը։ Լիպսիմի Ավակյան, Լևոն Խաչատրյան, Հորիզոն։ Հորիզոնում այսօր այսքաններ ես ձեզ հրաժեշտ եմ տալիս մաղթելով խաղաղ եւ բարի գիշեր։